Գյումրու տիմ ընտրություններից անցել է արդեն 14 օր, նշենք, որ 9 քաղաքական ուժերից անցողիկշեմը հաղթահարեց 5-ը։ Ապրիլի 16-ին տեղի է ունենալու նորընտիր ավագանու առաջին նիստը, որն էլ լարվածության մեջ է պահում ոչ միայն ամբողջ Գյումրին, այլև երկրորդ քաղաքը հանրապետության ուշադրության կենտրոնում է։ Եթե նախորդ լուսաբանման ընթացքում հարցնում էինք ինչ ակնկալիքով են գյումրեցիները մասնակցում այս ընտրությանը, հիմա հարցնում ենք արդյոք գոհացնող էին ընտրության արդյունքները։ Ինչու՞։ Սպասենք, լավ բանի։ Ջան, ավելի լավ է, չխոսամ։ Չէ, երևի կասկածել է, ավելի շատ կասկածել է, քան գոհացնող էլի։ Վերջին ընտրության արդյունքները Գյումրիում գոհացնող են, թե չէ։ Չէ։ Ինչու ոչ։ Դե ես իմ անարդար էր։ Ոչ։ Ինչու։ Որովհետև օրինական ոչ մի բան չկա։ Հա, ինձ գոհացնում են, ինձ պետք էր, որ անցնի օպոզիցիոն տեխնացու։ Թիվ 31 ընդրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է ուժը կորցրած ճանաչել իմ հզոր համայնք կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի տեխնացու Սուսաննա Հարությունի Մկրտչյանի գրանցումը։ Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը Սուսաննա Մկրտչյանից բացի, որպես ավագանու անդամի տեխնացու ուժը կորցրած ճանաչեց նաև մեր քաղաքը դաշինքի ցուցակը գլխավորող ազգային ժողովի падգամավոր Մարտուն Գրիգորյանի գրանցումը իր կողմից ներկայացված ինքնաբացարկի հիման վրա։ Հանձնաժողովը որոշում է ուժը կորցրած ճանաչել մեր քաղաքը կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի տեխնացու Մարտուն Կամոյի Գրիգորյանի գրանցումը։ Ով է կողմ դեմ միաձայն։ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում նիստում հրապարակելու պահից։ Այնուհետև հանձնաժողովը սկսեց մանդատների բաշխման գործընթացը։ Նոր ձևավորվող ավագանու կազմում ամենաշատ ձայներ ստացած քաղաքացիական պայմանագիրը կունենա թվով ամենաշատ մանդատները 14, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը 8 մանդատ, մեր քաղաք դաշինքը 6, Մայր Հայաստանը 2, իմ հզոր համայնքը 3։ Մեզ հետ զրույցում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը նշեց, մինչ ավագանու նիստի օրը մանդատներ ստացած անձինք կարող են ինքնաբացարկի դիմում ներկայացնել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։ Դրանից հետո, երբ ընտրվի Գյումրու ղեկավարը, մանդատից հրաժարվողները արդեն դիմումը կներկայացնեն համայնքապետին։ Ապրիլի 16-ին կկայանա նորընտիր ավագանու առաջին նիստը, որն ըստ օրենքի վարելու է ավագանու անդամներից տարիքով ավագը։ Այս դեպքում Տիգրան Ղազարյանի խոսքով դա կլինի Վարդան Ղուկասյանը։ Եթե Սուսաննա Մկրտչյանը մնար, ինքն էր ամենակարեցը, բայց Մեր հարցին, թե ինչ կլինի այն դեպքում, եթե առաջին նիստին Գյումրու ղեկավարը չընտրվի, Ղազարյանը պատասխանում է. Առաջին էր 17 մանդատ պետք է հավաքի, հետո արդեն պարզ մեծամասնություն է, բայց ոչ պակաս, քան 40%-ը։ Քննարկվող տարբերակները բավականին շատ են նաև գյումրեցիների կողմից, իսկ իրական պատկերը պարզ կլինի ապրիլի 16-ին։ Հրաչ Սահակյան, Խան Հովհաննիսյան, Հայկ Գաբրիելյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվայի ներքին գործերի նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչին։ Վարչապետը կարևորել է Հայաստանի եւ Լիտվայի ներքին գործերի նախարարությունների միջև սերտ համագործակցությունն ու հետևողական աշխատանքները բոլոր ուղղություններով։ Վլադիսլավ Կոնդրատովիչն անդրադարձել է հայաստանյան գործընկերների հետ քննարկումների արդյունքներին եւ համատեղ ծրագրերին, որոնք միտված են կարողությունների ուժեղացմանը։ Ընդգծվել է փորձի փոխանակման կարևորությունը ներքին գործերի նախարարության բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու նպատակով։ Հանդիպմանը քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրոպական միության համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։ Բարձրագույն կրթությունն ու գիտությունը ենթակառուցվածքային այն բնագավառներն են, որոնք ծառայում են տնտեսական եւ մշակութային ոլորտների զարգացմանը։ Ոլորտը լավարկելու նպատակով նախորդ աշխատանքային քննարկումից գրեթե 5 ամիս անց բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի նախագիծն այս շաբաթ եւս քննարկումների առանցքում էր։ Այս ընթացքում ոլորտային նախարարությունը շահագրգիռ կողմերից ստացել է մոտ 500 էջից ավելի առաջարկներ, դրանք մանրակրկիտ ուսումնասիրվել են, որոշները ընդունվել։ Ընդունվածների թվում են նաեւ հանրային նախաձեռնության կողմից ներկայացված 10 առաջարկից 6-ը։ Կառավարության համար ընդունելի չէ այն առաջարկը, որը վերաբերում է գիտական ինստիտուտները ակադեմիայի տիրույթում թողնելուն ու բուհերին չմիավորելուն։ Սա մի առաջարկ է, որ ուղղակի սկզբունքորեն չի կարող ընդունելի համարվել, որովհետև բարձրագույն կրթության եւ գիտության այն կոնցեպտը, որը առաջարկվում է, հիմնված է հենց այդ համատեղ աշխատանքի վրա եւ մեր սեփական փորձառությունը եւ այստեղ անձերը նկատի չունեմ, այլ համակարգը նկատի ունեմ,
եւ նաեւ մեր բոլոր տվյալները ցույց են տալիս, որ կիսատ լուծումները չեն աշխատելու։ Կրթության բլոկի պատասխանատուների խոսքով ոլորտում քաղաքականությունը հիմնված է թվական տվյալների վերլուծության ու հայտնաբերված բացերի վրա, այդ ուղղությամբ տարբեր ծրագրեր են իրականացվում, որոնք ուղղված են խնդիրների հասցեագրմանը։ Գերատեսչության ներկայացուցիչները նաև վստահ են, բարձրագույն կրթությունն ու գիտությունը արդյունավետ ու մրցունակ կարող են լինել միայն միասին գործելու պարագայում։ Այս համատեքստում հավաքագրվել են գիտական ինստիտուտների մտահոգությունները, դրանք հնարավորինս հավաքագրված են օրենքի մեջ։ Համակարգում այսօրվա կազմակերպման ձևով ունենք ծախսի հանդեպ վերադարձի էական խնդիրներ, սրան զուգահեռ մենք ունենք նաև գիտական կազմակերպությունների բաշխվածություն շատ մեծ, այս ամեն ինչը բերում է այդ գետոյացման հետո գիտության ու իրականում խնդիրներ են առաջանում նաև մրցունակության վերաբերյալ ընդհանուր խոսույթի ձևավորման հարցում։ Ահռելի ռեսուրսներ են դրվում ակադեմիական գիտության կտրուկ փոփոխությունների մեջ, չունենալով հստակություն, թե ինչպես է դա ծառայելու մեզ։ Գիտ ուժը նախագծի մասով հարցեր ու խնդիրներ է առաջ քաշում, նշելով, որ դեմեջը հիմնավորված ու հատվածական լուծումներին ու պահանջում է փաստահեն եւ նպատակային որոշումների կայացում։ Հնարավոր է արդյոք այսօր դեռ գոյություն ունեցող ԳՀՊՄ կատարողների, հետազոտական համալսարանների եւ համալսարաններից անկախ հանրային գիտական ինստիտուտների համակարգի բարեփոխումը իրականացնել այնպես, որ մի կողմից զարգացնեն կարողությունների նպատակային, ելնելով Հայաստանի կարիքներից, մյուս կողմից էլ ավելի չբարդացնենք իրավիճակը։ Համակարգը պետք է չվտանգվի ու հոգա ոչ միայն գիտության, այլ նաև պետության կարիքները։ Այս մասով քննարկմանը մասնակցող շահագրգիռ կողմերի մոտ կա կոնսենսուս, բայց այն իրագործելու ուղիները յուրաքանչյուրը տեսնում է յուրովի։ Որևէ լրջագույն փոփոխություն իր առանցքում պիտի ունենա հայեցակարգ, ռազմավարություն եւ նպատակներ։ Դուք գիտակցում եք եւ կարեւորում եք այդ հայեցակարգի գոյությունը, բայց նախ իմ խորը համոզմունքով պիտի հայեցակարգ ունենայինք, հաստատեինք իր ճանապարհային քարտեզով, ինչի մասին դուք նաեւ խոսեցիք, եւ հետո դրա վրա կարեինք օրենքը, լավ իմաստով եմ ասում։ Ինչու, որպիսի չվտանգեինք այն, ինչ ունենք։ Բազմաթիվ աշխատանքներ են արված կարիքների գնահատման։ Հայեցակարգերի իմաստով էլ դրանք ձևակերպված են։ Գիտության ռազմավարության մասին մենք խոսեցինք նաև մեր նախորդ քննարկմանը, ու ես նշեցի, որ գիտության ոլորտի զարգացման թիրախները, երևի սա այն քիչ ոլորտներից էր, որ կառավարության 2021-26 թվականների ծրագրում հստակ քանակական այդ թվում նաև թիրախներով ֆիքսված էին։ Երբ դուք ասում եք, որ պետության վերաբերմունքը ֆինանսավորման ծավալների աճեցմամբ ցուցադրում է պետության վերաբերմունքը գիտության համակարգին, դա միանգամայն ճիշտ է, բայց դա չի կարող հանդիսանալ հիմնավորում, որ օրենքի այս մոդելը, որ առաջարկվում է, ճիշտ է։ Արդյոք մենք պատրաստ ենք առանձին ֆինանսավորել եւ առանձին ռեսուրս ունենալ որակյալ ակադեմիական կրթության եւ ակադեմիական գիտության համար եւ մի հատ էլ միջազգայինորեն մրցունակ լրիվ առանձին գիտության համար։ Պետքա միավորել այնտեղ, որտեղ միայն մի տեղում դա կարող ենք որակյալ կազմակերպել եւ դա իմաստ ունի, որովհետեւ դա եւ կրթություն է, եւ գիտություն է, եւ հետազոտություն է, եւ պետքա պահել առանձին, որտեղ որ պետքա առանձին։ Հիմնական եւ առանցքային փոփոխությունները վերաբերում են պետության կարիքներից բխող գիտություն ունենալուն ու այն մրցունակ դարձնելուն, ու թեև որքան էլ պետությունը մեծացնում է իր ներդրումը գիտության մեջ, միևնույն է դրա արդյունքները համադրելի չեն համանման բյուջե ունեցող երկրների գիտությունների հետ, նշում է Սիսակ Գաբրելյանը։ Հանձնաժողովի նախագահն անդրադարձավ նաև գիտնականների այն մտահոգությանը, որ վերաբերում է այլ ինստիտուտների առկայության սահմանափակմանը։ Օրենքում նման սահմանափակում չկա, ավելին միջգերատեսչական կարող են լինել ինստիտուտներ, այսինքն որևէ նախարարություն, պայմանական շրջակա միջավայրի նախարարությունը կարող է իր ոլորտին համապատասխան որևէ գիտահետազոտական ինստիտուտ ունենալ, եւ նաև անհատ գիտնականները, մասնավոր ընկերությունները կարող են նույնպես ստեղծել ինստիտուտներ, ավելին օրենքը ասում է, որ նրանք նույնպես կարող են մասնակից լինել պետության կողմից տրամադրվող գիտության ֆինանսավորմանը, բնականաբար պետության այդ պահանջներին եւ չափանիշներին համապատասխան գործելու դեպքում։ Սա լավագույն օրինակներից է, թե ինչպես կարող են հակադիր կարծիքներ ունեցող տարբեր խմբեր ունենալով մեկ նպատակ հասնել լավ արդյունքի, ասում է Սիսակ Գաբրելյանն ու հույս հայտնում, որ օրենքի նախագիծը ազգային ժողովի քննարկմանը կներկայացվի արդեն հաջորդ նստաշրջանին։
Շիրակի մարզային գրադարանում կազմակերպված զրույց հանդիպման թեման կինն է, խորագիրը ծագումով հայ կանայք աշխարհում։ Նրանք շատ են, ներկաներն առանձնացնում են մի քանիսին, որոնք իրապես նշանակալի ավանդ են ունեցել կրթության, գիտության, մշակույթի եւ մի շարք այլ ոլորտների զարգացման գործում։ Եկեղեցական ճարտարապետությունը հայ ժողովրդի միջնադարյան մշակույթի կարևորագույն բնագավառն էր, գործընթացին անմասն չէին նաեւ հայոստիգնայք, բարձրաստիճան կանայք մեծ ներդրումներ էին կատարում եկեղեցաշինության բնագավառում, զարկ տալով նաեւ երկրի հոգևոր մշակութային գիտակրթական կյանքին։ Նրանց հովանավորությամբ հիմնադրված եկեղեցիներն ու վանքերը մինչև այժմ էլ համաշխարհային ճարտարապետության գոհարներն են համարվում։ Ջրասույս հուշարձանների հետազոտող Աննա Մարտիկյանն ուսումնասիրել է, ծանոթ է շատ հայ կանանց պատմությանը։ Ասում է հայ կնոջ մասին պետք է խոսել ոչ միայն որպես հավաքական կերպարի, այլ որպես անհատի։ Նրանք բոլոր ոլորտներում իրենց բարձր մակարդակով են դրսևորել։ Անիտա Կարագոշյան Կոնցիի մասին, աշխարհի առաջին կին օվկիանոսագետի, հետո հանդիպեցի Աննա Տեր-Վարդանյանին, ԱՄՆ ռազմածովային ուժերի կին գերագույն գլխավոր ավագին, որը առաջինն էր աշխարհում ու դա բացառիկ երևույթ էր ամերիկյան զինված ուժերի կազմում, հետո ավելի շատ բան են արել, բայց ավելի քիչ հայտնի են մեր մոտ։ Դիանա Աբգարի մասին վերջին շրջանում սկսեցին ավելի շատ խոսել, գրքեր գրել, ֆիլմեր պատրաստել։ Գոհար Վարդանյանը Իդեպ Գոհար Վարդանյանը նաև լեննականցի է։ Դեյմ Սայան Սրբուի Իլայասը Նոր Զելանդիայի գերագույն գլխավոր դատարանի նախագահն է, պատմության մեջ առաջին անգամն է։ Այո, հիմա դեռ չի մահացել ու դեռ գործող է։ Եվ Ալենուշ Տերյանը Իրանի առաջին կին աստղագետ, աստղաֆիզիկոսն է, որը նաև արևային աստղադիտարանն է հիմնել։ Ռուսական բալետի հիմնադիրներից մեկին է անդրադառնում Շիրակի պետական համալսարանի դոցենտ Լիլիթ Ասոյանը։ Ագրիպինա Վագանովը ռուսական բալետի հայ հիմնադիրը։ Ռուսաստանում այդ բարձրագույն կոչման արժանացել են 6 պարուհի, որոնց թվում է նաև Ագրիպինա Վագանովան։ Ագրիպինա Յակովլևնա Վագանովը, լրիվ ռուսական անուն ազգանուն, բայց լրիվ հայկական անուն ազգանուն Վահանյան Ագրիպինա Հակոբի։ Հայ կնոջով հպարտանալու, ոգեշնչվելու, նրանից սովորելու շատ բան կա։ Սիրո, գեղեցկության, մայրության խորհրդանիշը նաև ներշնչանքի հզոր աղբյուր է, նշում են հանդիպման մասնակիցները։ Ափերից դուրս եկած դեբետին նախկին հուն վերադարձնելու համար է ծանր տեխնիկան ջուրը մտել։ Անցած տարվա հեղեղումներից հետո Սանահին կայարանին հարող այս հատվածում քարաբեկորներով գետի հոսքը թուլացրել էին, բայց երկաթգծի թունելի ստորին հատվածը պաշտպանելու համար հիմնական ամրացումներ էին պետք։ Դեբետ գետի մասով ունենք ընտրված մի քանի տեղամասեր, որոնք գնահատվել են առավել վտանգավոր հատվածներ։ Սանահինի 3 տեղամասերում ունենք նաև Քոբայր բնակավայրում, Ճոճկան եւ այրում բնակավայրերում նույնպես ունենք հատվածներ, որտեղ պետք է աշխատանքներ իրականացվեն։ Կառավարության հրատապ ծրագրով Լոռիում հուների մաքրման հակահեղեղային աշխատանքներ են իրականացվում նաև Փամբակ, Ձորագետ ու Տաշիր գետերի խնդրահարույց հատվածներում։ Ջրային կոմիտեի մասնագիտական հանձնաժողովն էր նախնական ուսումնասիրություններով բացահայտել այն տարածքները, որոնք առավել ռիսկային կարող են լինել հնարավոր վարարումների ժամանակ։ Տեղամասեր կար, գետի հունը աշխատում էր 1/3-ով, այսինքն 2/3-ի չափով քարերով լցված է եղել։ Եկե փակել էր սա։ Դրա համար էլ անես լծես տներս։ 36 տարի Տաշիրում բնակվող Ալեքսանը համանուն գետի մաքրման այս ծավալով աշխատանքներ չի հիշում։ Գետահունի մեջ բուսել էին ծառեր, թփեր, դրան էլ գումարվել էր մարդկանց անփութությունը։ Արդյունքում մայիսյան ջրհեղեղի ժամանակ հարևան ցածրադիր մի քանի տները մոտ 1 մետրով ջրածածկ էին եղել։ Պլաստիկ բուտուկներ, ցելոֆոնները, մեկանարված շպրտում են։ Բնություն ունենց բանավորսինք, ոչ մի բան չի ներում։ Ռիբալովնի հակուսը հակած գնացել է մայիսկան եղել ջուրը։ Հեղեղման ժամանակ ջուրը Տաշիրում վտանգավոր ելքից 2 անգամ ավելին է եղել։ Հիմա միայն այստեղ 6 կիլոմետրից ավելի տարածք է ներառվել հրատապ ծրագրում։ Հունը մաքրում են, ջրաբերուկներն էլ հեռացնում, կուտակում են համայնքի հատկացրած աղբավայրում։ Աշխատանքները նախատեսում ենք ավարտել մինչև այս ամսվա վերջ, որովհետև կանխատեսումները այնպիսին են, որ ամսվա ընթացքում տեղումներով պայմանավորված
գետի հոսքը շուրջ 2-3 անգամ դեռ ավելանալու է։ Անցած տարեվերջին էլ 230 միլիոն դրամ էր հատկացվել տուժած մարզերի գետերի մոտ 25 կիլոմետրանոց հատվածներում բերուկները մաքրելու համար։ Կառավարությունը սակայն խնդրի համակարգային լուծմանն է հակված։ Միջազգային գործընկերների հետ լոռիում ու Տավուշում ջրաբանական ուսումնասիրություններով պիտի կազմվեն առաջարկներ անվտանգության մակարդակը բարձրացնելու հստակ լուծումներով։ Գետահուներին հարակից ճանապարհների շինարարությունից մինչև հենապատերի, կամուրջների կառուցում։ Մոսկվան վստահ է, որ անհնար է միաժամանակ լինել երկու հակադիր միություններում, ինչպիսիք են Եվրասիական տնտեսական միությունը եւ Եվրամիությունը, նշել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Նա ընդգծել է, որ վերջնական որոշումը Հայաստանինն է որպես ինքնիշխան պետության։ Դիվանագետը կարծիք է հայտնել, թե եթե Հայաստանը գնա եվրոպական ընտրության ճանապարհով, դա կհանգեցնի այն հաստատված տնտեսական հարաբերությունների վերանայմանը, որը Երևանը ներկայումս ունի ԵԱՏՄ գծով իր գործընկերների հետ։ Սա հավանաբար բավական ցավոտ գործընթաց կլինի, այդ թվում Հայաստանի բնակչության համար, նշել է Գալուզինը։ Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հաջող նախագահությունը ԵԱՏՄ-ում անցյալ տարի 2024 թվականին։ Մեր համագործակցությունը շարունակվում է, ասել է Գալուզինը։ Իզվեստիա թերթին տված հարցազրույցում Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարն անդրադարձել է նաև Վրաստանի հետ հարաբերություններին, շեշտել Մոսկվան պատրաստ է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Թբիլիսիի հետ։ Մենք պատրաստ ենք գնալ այնքան հեռու, որքան պատրաստ է վրացական կողմը։ Այստեղ մեզ համար սահմանափակումներ չկան, ասել է դիվանագետը։ Խոսելով Մոսկվա-Վաշինգտոն հարաբերությունների մասին, Գալուզինը նշել է, որ Ռուսաստանը մտադիր է կոնկրետ եւ գործնական արդյունքի հասնել Միացյալ Նահանգների հետ բանակցություններում, լինի դա ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորում, թե ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիների որոնում։ Դիվանագետը նշել է, որ Վաշինգտոնը տարբեր մոտեցումներ է ցուցաբերում ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում, մինչդեռ ուկրաինական կողմը ցույց է տալիս, որ պատրաստ չէ բանակցություններին։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Եվրոպայում։ Խորհրդանին ներկայացված զեկույցում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին։ Էքսիսի տվյալով բանակցությունները կարող են տեղի ունենալ Հռոմում։ Իրանցի եւ ամերիկացի պաշտոնյաները կլինեն նույն սենյակում։ Չնայած բանակցությունների երկրորդ փուլը Օմանում չի կայանա, օմանցի միջնորդները ներկա կլինեն նաեւ այս հանդիպմանը։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Մուսկատում Օմանի արտգործնախարարի նստավայրում։ ԱՄՆ նախագահն անդրադառնալով Իրանի հետ բանակցություններին հայտարարել է, որ ծրագրում է շուտով որոշում կայացնել Իրանի վերաբերյալ։ Մենք շատ շուտով որոշում կկայացնենք, ասել է Թրամփը։ Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլից հետո կողմերը կառուցողական են գնահատել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկը։ Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինայի Սումի քաղաքի կենտրոնին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը կիրառել է բալիստիկ հրթիռ։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալով հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի, այդ թվում 7 երեխա, կա 119 տուժած, որից 15-ը երեխաներ են։ Սումիի քաղաքապետի պաշտոնակատարը երրորդյա սուք է հայտարարել։ Վոլոդիմիր Զելենսկին իր ուղերձում պահանջել է միջազգային կոշտ արձագանք։ Ռուսաստանը վախ չի զգում դրա համար հրթիռներ է կիրառում, ամեն գիշեր գրեթե 100-ավոր մարտական անօդաչու թռչող սարքեր է գործի դնում, ասել է Զելենսկին, կոչ անելով միջազգային հանրությանը ճնշում գործադրել Մոսկվայի վրա հարձակումները դադարեցնելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սումիի վրա ռուսական հարձակումը որակել է սխալ։ Լրագրողները Թրամփին խնդրել են պարզաբանել, թե արդյոք նկատի ունի, որ հարձակումը կանխամտածված չի եղել։ Թրամփը կրկնել է, դա սխալ է եղել, սակայն կարծում եմ տեղի ունեցածը սարսափելի է։ Հարձակմանն անդրադարձել են եվրոպացի առաջնորդները։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հարձակումը որակել է բարբարոսություն։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը համերաշխություն են հայտնել զոհերի ընտանիքի անդամներին։ Սա Ռուսաստանի կողմից հարձակումներն ուժեղացնելու սարսափելի օրինակ է, մինչդեռ Ուկրաինան համաձայնել է անվերապահ զինադադարի։ Իմ մտքերն այսօր Ուկրաինայի ժողովրդի հետ են, X-ի էջում գրել է կայակալասը։ Ռուսաստանը շարունակում է բռնության իր արշավը եւս մեկ անգամ ցույց տալով, որ այս պատերազմը շարունակվում է միայն այն պատճառով, որ այդպես է որոշել Ռուսաստանը։ Իմ սիրտը զոհերի, նրանց ընտանիքների եւ բոլոր նրանց հետ է, ովքեր տուժել են հերթական դաժան ագրեսիվ գործողություններից, գրել է Անտոնիո Կոշտան X-ի էջում։
Գերմանիան պատրաստ է Taurus հրթիռներ փոխանցել Ուկրաինային, հայտարարել է երկրի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Նա դատապարտել է Ռուսաստանի հրթիռային հարվածը Սումիի վրա, այն որակելով ռազմական հանցագործություն եւ ընդգծել, որ Ուկրաինային պետք է օգնել, որպեսզի Կիևը ստիպի Պուտինին զիջումների գնալ։ Մերցը հաստատել է, որ պատրաստ է մատակարարել Taurus հրթիռները, եթե դա համաձայնեցվի եվրոպացի գործընկերների հետ։ Լյուքսեմբուրգում Եվրամիության 27 երկրների արտգործնախարարներ կքննարկեն Ուկրաինայի ճգնաժամը։ Լրատվամիջոցները գրում են, որ այսօրվա հանդիպման առանցքում Կիևին ռազմական օգնության տրամադրումն է, ԱՄՆ բանակցությունները Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ, ինչպես նաեւ անվտանգության երաշխիքները։ Եվրամիության դիվանագետների քննարկումների օրակարգում է լինելու նաեւ իրավիճակը Մերձավոր Արևելքում, այդ թվում Գազայի հակամարտությունը եւ Սիրիայում տեղի ունեցող զարգացումները։ Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեից 1,800,000 դրամ է հատկացվել Բերդգունք բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի շենքում գրադարանի համար առանձնացված տարածքի վերանորոգման նպատակով։ Աշխատանքները մեկնարկել են ապրիլի սկզբից եւ ակտիվ ընթացքի մեջ են։ Քանդման աշխատանքներն ավարտվել են։ Այժմ կատարվում է պատերի ամրացում, նախատեսվում են նաեւ առաստաղի եւ հատակի կառուցման, ինչպես նաեւ կոսմետիկ հարդարման աշխատանքներ։ Շատ ուրախալի այս փաստը, որ Բերդգունքում կառուցվում է գրադարան։ Մենք համայնքապետարանին դիմեցինք, որ ունենք գրքեր, սակայն չունենք տարածք, որպեսզի գրքերը կարողանանք տեղավորել։ Ընդառաջեց համայնքապետարանը, հիմա կառուցվում է այս տարածքը։ Մինչև 2007 թվականը բնակավայրն ունեցել է հարուստ գրաֆոնդով գրադարան, սակայն գրադարանի համար նախատեսված տարածքն այլ նպատակի է ծառայել։ Շուրջ 5500 կտոր գրաֆոնդը այդ տարիներին գրադարանավարուհի, այժմ համայնքային ծառայող Մարգարիտա Վարդանյանը տեղափոխել է իր բնակարան։ Իմ տանից սպասարկել եմ գյուղի ուսանողներին, աշակերտներին, հարևան գյուղերի ուսանողներին։ 2007 թվականից լուծարվել է գրադարանը, ես տեղափոխվել եմ որպես համայնքապետարանում համայնքային ծառայող, սակայն մինչև այժմ գրքերը պահում եմ իմ տանը խնամքով, սիրով։ Եվ մեծ շնորհակալություն եմ հայտնում պարոն Մարտիրոսյանին, որ ընդառաջեց, տարածք տրամադրեց, բարեկարգվում է, գրքերը կտեղափոխենք ապահով վայր։ Տարածքի վերանորոգումից հետո գրքերը կգտնեն իրենց տեղը։ Բերդգունքցիներն ակնկալում են, որ վերանորոգումից հետո համայնքապետարանը կօգնի նաև թարմացնելու եւ համալրելու գրաֆոնդը։ Երեխեքը վակերից կկտրվեն, գոնե մի քիչ կընթերցեն, միջոցառումներ կկազմակերպեն։ Շինարարները տեղեկացնում են, որ աշխատանքները կավարտվեն 1 ամսվա ընթացքում։ Մինչև ապրիլ ամսվա վերջը արդեն վերանորոգված կլինի նաև Գանձակ բնակավայրի երաժշտական դպրոցի պարասրահի հատակը, շուրջ 80 քառակուսի մետր տարածքի փայտե հատակը փոխարինվում է վինիլայինով։ Համայնքների խոշորացումից ի վեր մեր դպրոցը միշտ գտնվել է մեր համայնքապետի պարոն Մարտիրոսյանի հոգացության ուշադրության կենտրոնում։ Յուրաքանչյուր տարի աշխատում են դպրոցի բարեկարգման, բարելավման համար, որը նպաստում է մեր երեխաների կրթության, դաստիարակության որակի բարելավմանը։ 2024 թվականի շրջայց կատարվեց պարոն Մարտիրոսյանի գլխավորությամբ եւ մենք ներկայացրեցինք մեր խնդիրները դպրոցում եւ խնդրին լուծում Վերանորոգումն իրականացվում է դարձյալ Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեի միջոցներով։ Այս նպատակով հատկացվել է 1,950,000 դրամ։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է շարժվել որդեգրած քաղաքականությամբ բաց թափանցիկ հաշվետու։ Հյուրերի պակաս այստեղ չի զգացվում։ Ազդակիր Արծվանիկ բնակավայրի դպրոցականներն էին այս անգամ այցելել։ Անվտանգության հրահանգավորում են անցնում, զինվում արտահախուստով, որ սկսեն առաջին էքսկուրսը կոմբինատում։ Ձեռնարկության արտադրությանը վերևից հետևում են տալիս հուզող հարցեր։ Ընկերության լրատվության եւ հասարակության բաժնի ղեկավարը հանրամատչելի բացատրում է, թե ինչպես է ժամացույցի ճշգրտությամբ աշխատում հանրապետության խոշորագույն ընկերությունը։ Ես չգիտեի, թե ինչ հույսի տեսք ունի, այստեղ շատ գեղեցիկ էր։ Ընդհանուր առմամբ ես այս կոմբինատից ոչ մի բան չգիտեի։ Հիմա հասկանում եմ ինչու Հայաստանի առաջին հարկատուն։ Արծվանիկցի երեխաները անտարբեր չեն հանքարդյունաբերության շրջակա միջավայրի վրա ազդեցության նկատմամբ, սեփական ուսումնասիրություններն են կատարել, պոչամբարի ու կապանի տարբեր հատվածներից հող վերցրել, որոշել մետաղների պարունակությունը։ Մենք օգտվելով Հայաստանի ամերիկյան համալսարանի կազմած շնագից
Նաև հասկացանք հողերում մետաղների կոնցենտրացիաները, ծանր մետաղների կոնցենտրացիաները։ Ինքնին պոչամբարից վերցրած փորձանմուշը, ասեմ ձեզ, որ նրա pH-ը ընդամենը 8 է կազմում, շատ բարձր չի pH-ը, քանի որ ջրի pH-ն էլ ընդամենը 7 է, այդքան իրարից տարբերվող չեն։ Ապրելով ազդագիր բնակավայրում պոչամբարի հարևանությամբ Արծվանիկի դպրոցականները առավել քան ուշադիր են հետևում հարազատ գյուղին առնչվող լրատվական նյութերին։ Դրանցից մեկում կարդացել էին, թե իբր գյուղում ապրողները առողջ չեն, արյունն էլ ոչ պիտանի։ Այս միտքը խիստ անհանգստացրել էր երեխաներին։ Սեփական փորձով ստացան հուզող հարցերի պատասխանները։ Մեկ ամիս առաջ երեխաները որոշեցինք, որ ուսուցչի հետ կատարենք արյան կենսաքիմիական վերլուծություն, որպեսզի պարզենք, թե պոչամբար ինչ ազդեցություն է թողնում արյան բաղադրության վրա։ Ինձ հետաքրքիր էր, թե պոչամբարը ինչ ազդեցություն ունի մարդու կենսաքիմիական արյան անալիզի վրա։ Այդ պատճառով ես որոշեցի, որ պետք է մասնակցեմ եւ ինքս համոզվեմ եւ եկանք այդ եզրակացության, որ զգալի ազդեցություն չունի։ Մենք որոշեցինք անել արյան կենսաքիմիական անալիզի վերլուծություն, որպեսզի հասկանանք իրոք դա այդպես է, թե ոչ։ Բայց կատարելուց հետո հասկացանք, որ պոչամբարը չունի զգալի ազդեցություն արյան բաղադրության վրա։ Բաց հանքից հետո դպրոցականները այցելեցին հարստացուցիչ ֆաբրիկա, գնդաղացի տեղամասի աշխատանքները տպավորիչ էին, գերազանցեցին սպասելիքները։ Այստեղ մարդու միջամտությունն ու ֆիզիկական աշխատանքը նվազագույնի են հասցված, տեխնիկան իր գործն անում է։ Տպավորված ու ոգևորված երեխաները ճանապարհվեցին դեպի Քաջարանի մշակույթի պալատ, պայմաններին ծանոթացան, հարց ու պատասխանով ամփոփեցին հագեցած օրը, քննարկելով բնապահպանական հարցեր։ Ամեն ինչ արվում է, եթե հնարավոր է, մաքսիմում տեխնոլոգիական, մաքսիմում տեխնիկայի միջոցով եւ մաքսիմում էկոլոգիական։ Այսինքն որևէ մեկը շահագրգռված չի, որ մի տեղից եթե փոշու աղբյուր կա, այդ փոշու աղբյուրը անպայման ընկերությունը փորձում է փակի վերացնի, որովհետև դա նախ եւ առաջ պատասխանատվությունն է իր ձեր հանդեպ, բնակչության հանդեպ։ Երկրորդ, դա տնտեսապես ձեռնտու չի։ Հայկական կինեմատոգրաֆիայի լավագույն կարճամետրաժ ֆիլմերից մեկը դիտելուց հետո դպրոցականների հագեցած օրը Լեռնագործների քաղաքում ավարտվեց, իսկ հաջորդ օրն արդեն իրենք երեխաները հյուրընկալեցին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներին։ Դեկորատիվ ծառերով, էկոպայուսակներով, տեղեկատվական գրքույկներով էին հյուրերը այցելել ծառատունք իրականացրին Արցախյան առաջին պատերազմում զոհված արծվանիկցիների հուշահամալիրում։ Կարծում եմ, որ ծառ տնկելը կարևոր է թթվածնի համար։ Ամեն ծառ, եթե շատ է բարձրանում, եթե նույնիսկ ինքը մրգատու է, պետք է այդ ծառերը այսպես կլորի ձևով կտրենք։ Երեխաները պետք է անպայման խնամեն իրենց ծառը, իրենք իմանան, որ իրենք պատասխանատու են այդ ծառի համար։ Արծվանիկի վարչական շենքում կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Տարոն Նավասարդյանը պատասխանեց մանկավարժներին ու աշակերտներին հուզող հարցերին։ Դրանք վերաբերում են պոչամբարի ազդեցությանը մարդու առողջության վրա եւ այնտեղ իրականացվող պրոգրեսիվ ռեկուլտիվացիային։ Որպեսզի պոչամբարի ազդեցությունը ձեր առողջության վրա, իմ առողջության վրա, անչափ արծվանիկցու առողջության վրա բազեն, մենք առնվազն չգիտեմ, պոչամբարի գործունեության ամբողջ ընթացքում այն բոլոր վնասակար ազդեցությունները, որ կարող ունենան մեր առողջության վրա, իմանանք, որ պահել ենք, թե չենք պահել։ Մենք ամբողջ կյանքերս ծխել ենք, թե չենք ծխել։ Ես հիմա պատրաստված եմ այս հարցի շուրջ, որտեղ ընթանում է 2 օր առաջ մեր գործընկերներով լավ քննարկում ենք ունեցել սրա շուրջ։ Ամփոփելով տպավորությունները երկարամյա մանկավարժ Վարդուհի Օհանջանյանը շեշտում է, սպասելիքներն ավելի քան արդարացան։ Խիստ տպավորված է աղացներով, քանի որ այդ աղացները իրենք արդեն այդպիսի փոշի չեն արտազատում եւ էկոլոգիապես ավելի լավ են։ Կարելի է այսպես ասել, որ էկոլոգիապես ավելի մաքուր միջավայր են ստեղծում։ Մենք տեսանք, որ բոլոր հարթություններում կան բուժօգնության կետեր եւ հետեւում էին իրենց անվտանգության տեխնիկայի կանոններին։